փորձելու ենք աստվածային ու պրակտիկ ճշմարտություններ տեսնենք ֆինանսների հետ կապված, քրիստոնյայի կյանքում բարգավաճման հետ կապված, ֆինանսների հետ կապված Աստծո վերաբերմունքը քրիստոնյայի կյանքում, այսպիսի շատ խորը տեղեր ենք նայելու, փորձելու ամեն դեպքում, հուսամ Տերը կօգնի կստացվի։ Գիտեք հետաքրքիր է որ նա Աստվածաշնչի մեջ ֆինանսական օրհնության բարգավաճման մասին գրած է 2200-ից ավել տեղ։ Այն դեպքում, երբ որ բժշկության մասին, աղոթքի մասին, ազատագրման մասին բոլորն իրար հետ վերցրած, ընդամենը 700 տեղ է գրած։ Բայց ֆինանսական բարգավաճման մասին 2200 տեղից ավել է գրած Աստվածաշնչի մեջ, ինչքան նշում եմ 2285 տեղ։ Ինչ է դա նշանակում։ Դուք գիտեք, որ Աստվածաշնչի մեջ ոչ մի բան պատահական չի։ Ոչ մի բան ուղղակի գրած չի։ Հիսուսն անգամ ասեց, անգամ մի նշանագիրը, որ գրված է, կատարվելու է։ Այսինքն Աստված անգամ նշանագիրը իր ազդեցությամբ, իր նշանակությամբ Աստծո խոսքի մեջ թույլ տվել։ Նշանագիրը գիտեք որն է։ Եբրայերենում կան տառեր ու կան տառերից փոքր նշանագրեր, որոնք իմաստային փոփոխություն են հաղորդում տեքստին։ Այն նշանագրերը ոնց որ տեսեք հայերենում կա կետադրական նշաններ, չէ՞։ Նշանագիրը կետադրական նշանից էլ ավելի ցածր մակարդակի վրա է գրված, բայց Տերն ասում է անգամ այդ ամենափոքրը կկատարվի։ Այսինքն Աստվածաշնչի մեջ ոչ մի բան պատահական գրած չի։ Ու եթե Աստվածաշնչի մեջ 2200 տեղից ավել նվիրված է ֆինանսական բարգավաճմանը ու քրիստոնյայի առնչությանը ֆինանսների հետ, նշանակում է այս ամեն ինչը խոր ուսումնասիրության ու այս ամեն ինչի վերաբերյալ իմաստություն ստանալու կարիք մենք ունենք։ Աստծո խոսքի մեջ դուք կարող եք տեսնել հին ուխտից սկսած մինչև նոր կտակարանի ավարտով։ Երբ որ Աստված խոսում է օրհնության մասին ու հստակ նշվում է, որ օրհնությունը հարստացնում է։ Մենք չենք խոսում նրա մասին, որ բոլոր քրիստոնյաները պետք է լինեն հեքիաթային հարուստներ, միլիարդատերեր եւ այլն, բայց Աստծո խոսքը խոսում է, որ քրիստոնյան Տիրոջը ճանաչող, Տիրոջը վստահող, Տիրոջը պաշտող, Տիրոջ արքայության մեջ քայլող կարիքի մեջ չի լինելու։ Ասում է հարուստ, ամեն բարի գործի համար պատրաստ։ Ամեն։ Այս ամեն ինչի ազդեցության ներքո ենք մենք այս ամենը նայելու։ Բայց գիտեք հետաքրքիր է որն է, որ այս ամեն ինչի մեջ մեկը Աստված ունի պլան B։ Պլան B-ն գիտեք որն է։ Երբ որ դու ունես ինչ որ հիմնական ծրագիր, հույս ես կապում դրա հետ, բայց ինչ որ պատճառներով դա տեղի չի ունենում։ Ու գիտեք Աստված չի շվարում դրանից, զարմանա, ասի, վայ, դե հիմա չեղավ, ինչ անենք։ Ինքը միշտ ունի պլան B, պլան C, եթե հայերեն այբու բնում նայենք պլան B, պլան G, պլան D եւ այլն։ Ու երբ որ նայեք Աստվածաշնչի մեջ, կտեսնեք, որ լիքը Աստվածաշնչյան հերոսներ իրենք պլան B են եղել։ Միշտ Աստված ուրիշի հետ կապված է ունեցել գերբնական ծրագրեր, բայց այդ ուրիշները չեն արդարացրել իրանց կոչումը, Աստված այդ ամեն ինչ իրականացրել է ուրիշի միջոցով։ Մենք այսօր դա ենք նայելու Աստվածաշնչի միջից, եկեք դրանից սկսենք այսօր։ Իմ մոտ այնքան տեղ է գրած, պիտի հասցնենք ժամանակի մեջ նայենք։ Եկեք գնանք Մարկոս 13-րդ գլուխ 13-ից 15, մինչև բացեն եղբայրները, պլան B-ի մի երկու օրինակ բերեմ։ Ամենահայտնի պլան B-ն Աստվածաշնչի մեջ Դավիթն է, որովհետև Աստված ի սկզբանե ընտրել էր Սավուղին, հիշում եք, բայց Սավուղը ձախողեց իր կոչումը ու Աստված Դավիթի հետ աշխատեց։ Հիմա տեսեք, պարզ օրինակ նայենք Աստվածաշնչից, մի հատ նախապատմություն ասեմ, նոր կոնկրետ խոսքը խոսանք։ Հիսուսը խաչելությունից առաջ հիշում եք, որ վերնատանը ընթրիք ունեցավ։ Նկարները որ կա Դա Վինչիի խորհրդավոր ընթրիքը։ Ոնց որոշեցին ընթրիքի տեղը։ Աշակերտներն եկան, մոտեցան Հիսուսին, ասին Տեր, որտեղ ես կամենում, որ զատիկը նշենք, ու տեսեք Հիսուսն ինչ ասում, ասում է գնացեք մտեք քաղաքը, հենց կտենաք ջրով ուժ տանող մեկին, չէ՞, ասում է իր հետևից գնացեք։ Ու հենց որ կգնաք, ասում է տանտիրոջն ասեք, որ վարդապետը կամենում է, ընթրիքը այստեղ անեմ։ Այդպես է լինում, չէ՞, աշակերտները գնում են, այդ տեսնում են ով է աղբյուրի մոտից ուժով ջուր տանում, գնում են տանտիրոջ մոտ, խնդրում են ու ինքը տալիս է վերնատունը, որ Հիսուսը այնտեղ անցկացնի զատիկը։ Ձեզ ինչ է թվում, Հիսուսը չգիտեր այդ տանտիրոջ անունը, ուժով ջուր տանող մարդու անունը, կարար կոնկրետ հասցեով ուղարկեր, ճիշտ է, բայց ինչ է Հիսուսը սենց խոսում, ասում է գնաք, տեսնեք ուժով ջուր տանողին, գնացեք հետը խոսացեք, որտեվ Աստված ամեն մեկի սիրտը գիտի, բայց գիտի, որ ամեն մեկը կարա հրաժարվի Տիրոջ կամքը անելուց։ Մենք տեսանք ոնց էին մարդիկ Աստծո կամքը կատարած հրաժարվում, Աբրահամի հայրը, Սավուղը եւ այլն։ Այսինքն, եթե այս մարդիկ գնային առաքյալները Հիսուսի ասած ջրի
աղբյուրի մոտ ու գտնեին այդ ուժով մարդուն, բայց նրա տանտերը համաձայն չլներ վերնատունը տալը, որտեղ Տերը երբ որ խոսքն ազատագրում է, դրան համապատասխան օծությունը ազատագրվում երկրի վրա, իշխանությունը ազատագրվում։ Ու եթե այդ տանտերը սիրտը խստացներ, Տերը մինչև այդ կիմանար, չէ՞ որ սիրտը խստացրել է։ Ինքը ուրիշ մեկի ծառային կուղարկեր աղբյուրից ջուր վերցնելու, ում տիրոջ սիրտը հոժար կլներ, որ իր վերնատունը տրամադրեր Հիսուսին։ Պատկերացրեցիք ինչի մասն է խոսքը։ Տերը երբեք անուներ չի տալիս, որովհետև ինքը գիտի, որ ինչ որ մեկը կհրաժարվի։ Դրա համար Աստված ամեն մեկիս հետ կապված ծրագիր ունի։ Ինչի համար եմ սա ասում։ Այսի մի քիչ բարդ եմ ասում, բայց ինձ թվում է այսակ մանրացնեմ հասկանաք։ Աստված ամեն մեկի հետ կապված ծրագիր ունի այս երկրի վրա։ Ովքեր որ այստեղ նստած են, ովքեր որ բացակայել են։ Բայց գիտես հարցը ինչու՞մ է։ Աստված ուզում է, որ դու կատարյալ կատարես քո ծրագիրը։ Ամեն, բայց չի բացառվում, որ դու հրաժարվելու ես, քո սիրտը խստացնելու ես եւ այլն ու չես կատարելու Աստծո կամքը։ Միշտ Աստված պլան B ունի։ Իր կամքը կատարվելու է երկրի վրա։ Դու քեզ կհնազանդեցնես, կհոժարեցնես, կմտնես դրա մեջ, լավ կլինի քո համար։ Չես անի, Տերը էդի ուրիշի միջոցով կանի։ Այսինքն Տերը քո հետ կապված ծրագիր միանշանակ ունի այս երկրի վրա, ու ինքը ուզում է դա անի։ Դա կկատարվի թե չի կատարվի, մեծամասամբ կախված է քեզանից, որովհետև եթե դու չուզենաս, Աստված ուրիշի ձեռը կուժը կտա ուղարկի ջրի մոտ, ում Տերը համաձայն կլինի այդ միսիայի մեջ մտնելու, ով կլինի պլան B։ Գիտեք, երբ որ Սավուղին ամենասկզբից ասվեր, թե ինչ փառավոր հարստություն, իշխանություն, թագավորություն է իրան խոստացվելու, Աստծուն հնազանդվելու արդյունքում, ինքը կհնազանդվեր ամեն մի իրավիճակի։ Բայց գիտես մեծամասամբ Աստված չի ասում վերջի ինչա լինելու։ Ինքը ուզում է քեզ ամեն ընթացքի մեջ տեսնի քո հավատարմությունը։ Ու այնքան դժվար է արդյունքը չտեսնելով, դժվար իրավիճակների մեջ հնազանդվել, երբ որ իրավիճակը քեզ համոզում է լրիվ հակառակը։ Սավուղը առաջին դեմոկրատն էր, ով որ փորձեց ժողովրդին հաճո լինի, որ Աստծուն հաճելի չեղավ։ Սա ուրիշ թեմա է, սրա մասին չենք խոսա։ Դրա համար ինչին եմ ուզում բերեմ հանգեցնեմ առաջին կետով, առաջին մասով։ Աստված ծրագիր ունի յուրաքանչյուրիդ հետ։ Ու երբ որ դու այսօր տեսնում ես կարիքի մեջ քրիստոնյա, դժվար իրավիճակներով անցնող ու չհաղթանակող քրիստոնյա, որտեղ ամեն մեկս հավատում ենք, որ պետքա քրիստոնյան հաղթի, չէ՞։ Բայց եկեք անկեղծ լինենք, մենք մեր շրջապատում լիքը պարտված քրիստոնյաներ ենք տեսնում, որ իրանք կյանքում իրավիճակում պարտվել են։ Չեմ ուզում խորանամ կամ ինչ որ մեկին վիրավորած լինեմ իր իրավիճակի մեջ, բայց դա նշանակում է այն կետում, որտեղ որ ինքը պետքա հավատարիմ լիներ, իր ընթացք կանցնել, միգուցե ինքը այդտեղ ցախողել է ու տիրոջ կամքը իր կյանքում չի կատարվել։ Ամեն մեկս շատ լավ գիտենք մենք որտեղ ենք ցախողը, որտեղ Աստված մեզնից ինչ է ակնկալել, մենք լրիվ ուրիշ բան ենք արել, բայց չենք էլ կարող արդեն ակնկալենք հաղթողի որակները, հաղթողի պարգևատրումը նրա մեջ, ինչի մեջ որ մենք պարտավորված էինք ընթացք անցնելու, մենք այդ ընթացքը չենք անցել։ Գիտես սա ինչի մասին է խոսքը։ Պատկերացրա աշխարհի ամենաուժեղ վազորդը։ Մի ժամանակ այդ Հուսեյն Բոլտն էր, համարում էր աշխարհի ամենաարագ մարդը։ Իրան ոչ մեկ այդ ժամանակահատվածում, քանի ինքը մրցում էր, ոչ մեկ չէր կարող իրան հաղթել։ Բոլորը գիտեն, եթե ինքը ինչ-որ մրցաշարի մասնակցում է, ինքն է հաղթելու։ Մյուսները պայքարում են երկրորդ տեղի համար, որտեղ առաջին տեղը անհնար է։ Ու պատկերացնում ես Հուսեյն Բոլտը մի օր ինչ-որ երկրում մրցաշարի է, հյուրանոցում արթնանա ու մտածի, դե մեկ այս հաղթելու եմ, չգնամ մրցաշարի։ Մենակ գնամ պարգևատրման արարողությանը մեդալը վերցնելու։ Կլինի տենց, չի լինի։ Եթե դու ընթացքդ չանցնես, չես կարող արժանանաս վարձատրությանը։ Այն ընթացքը, որ Տերը քո համար ունի պատրաստած, դու կարիք ունես անցնելու այդ ամեն ինչը հավատարմորեն։ Ու շատ կարևոր է մենք իրավիճակներին նայենք իրական աչքերով։ Շատ ժամանակ մենք ռոմանտիզմով այնքան ենք բռնված, մենք այնքան ռոմանտիկ, վարդագույն աչքերով ենք նայում իրականությանը, ու մեծամասամբ այդ վարդագույն աչքերով նայած իրականությունը չի համապատասխանում աստվածաշնչյան իրականությանը։ Մեծ սերիալները, բարի ինչ որ ավարտով հեքիաթները այնքան են բացատրել, որ մեկը լավ կլինի, մենք իրականությունը այնքան ռեալ չենք պատկերացնում, ինչքան որ ինքը կա իրականում։ Գիտեք, մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնենք, թե իրականությունը մեծամասամբ ինչքան դառնա։ Այս վերջերը լսեցի ու մոտս տպավորվեց այդ օրինակը։ Ռոնալդ Ռեյգանի մասին գիտեք, Ամերիկայի նախագահներից մեկն է եղել, շատ հայտնի նախագահ է եղել, իդեպ հայոց ցեղասպանությունը առաջին ճանաչած նախագահն է եղել։ Ռեյգանը մի օր ասում է եկա տուն, տեսա, որ արդեն նախագահ եղած ժամանակ, ասում է դպրոցական աղջկաս ընկերուհին իր ծնողների հետ մեր տունն է հրավիրել են, այսինքն սպիտակ տանն է,
Ասում այդ երեխուն մոտեցած, սիրեցի ասի, որ մեծանաս ինչ ես ուզում դառնաս։ Ասում ասենց հպարտ կեցվածքով ասեց ուզում եմ դառնամ Ամերիկայի նախագահ։ Ասի շատ լավ բան ես որոշել, իսկ ինչի ես ուզում դառնաս Ամերիկայի նախագահ, կամ որ դառնաս ինչ կանես, ասլա բոլոր սովածներին ու կարիք ունեցողներին կերակրեմ, բոլորի կարիքները կլրացնեմ եւ այլն, ասма ծնողները սենց ուրախացած իրանց երեխու ճակերտավոր շատ սիրուն պատասխանեց, տեսեք ինչ սիրուն է հնչում, ինչեւ ես բերեմ դառը իրականությանը։ Ինչ լավ է, չէ՞, հնչում դառնամ նախագահ բոլոր կարիքավորների եւ այլն պակաս ունեցողների կարիքները լրացնեմ։ Սա շատ լավ ես մտածում, բայց արի փորձենք մի փոքր մակարդակից, ասма վաղը դու կարաս գաս, մեր հայաթի խոտը խնամես, ես դրա դիմաց քեզ $50 կվճարեմ ու դու այդ $50 կարաս մոտենաս, ես ինչ փողոցի, ես ինչ աստիճան միշտ մի հատ մուրացկան անստած։ Կարաս իրան կերակրես, իր համար հագուստ առնես։ Ու այս աղջիկը պատասխանեց լավ, բայց ինչի ես այս ամեն ինչը պետք է անեմ այդ մուրացկանի համար, ինչի այդ մուրացկանը չի գալիս աշխատի, ինձ ինքը այդ $50 վաստակի։ Ռեյգան ասել է բարի գալուստ իրականություն։ Գիտես, շատ ժամանակ մեր պատկերացումներն այնքան վարդագույն են, այնքան ռոմանտիկ են, այնքան երասկոտ են, որ իրականության հետ կապ չունեն։ Ու գիտես, այդ քո վարդագույն ռոմանտիկ պատկերացումներով դու չես կարող լավ քրիստոնյա լինես։ Զգացել եք այս աշխարհի մարդիկ ֆինանսների հետ կապված մի հատ բան ասեմ։ Ինչի են մարդիկ միշտ սիրում ստաբիլություն ֆինանսների հետ կապված, զգացել եք, միշտ իրանք ֆինանսները հաշվում են ամսական կտրվածքով, ծախսերը հաշվում են ամսական կտրվածքով, մտածում են ինչ որ մի ստաբիլ բան լինի, տեղավորվենք այդ ստաբիլ բանի մեջ, բոլորը տենց են ուզում, զգացել եք, չէ՞։ Բայց գիտեք, որ Աստված ստաբիլության Աստված չէ։ Դու Աստվածաշնչի մեջ ոչ մի տեղ չես հանդիպել, որ Աստված ստաբիլության Աստված է ու քեզ ստաբիլությունը խոսք տալիս։ Աստված վայրի վերումների Աստված է, Աստված փոթորիկների Աստված է ու անկանխատեսելի երևույթների Աստված է։ Դու քո ստաբիլ մտածելակերպով եթե ուզենաս Աստծուն հավատաս, դու միշտ կռիվ ես ունենալու Աստծու հետ ու չես համաձայնվելու իր ընթացքի հետ։ Բայց եթե դու պատրաստ լինես արկածախնդիր կյանքի Աստծու հետ, այ քեզ դուր է գալու այդ կյանքը։ Բայց եթե դու ստաբիլ կյանք ես ուզում Աստծու հետ, դու Աստծու հետ այդ ստաբիլ կյանքը չես ստանա։ Դա բացառվում է։ Դու պետք է պատրաստ լինես վայրի վերումների, փոթորիկների, հաղթանակների, ծածուկ լացերի, քո ծածուկ սենյակում Աստծու հետ ընթացք անցնելու, բայց այդ ծածուկ սենյակից քո լացերից հետո առյուծի նման դուրս գաս ու մռնչաս իրավիճակների վրա։ Մեր Աստված այդ Աստված է։ Ու մենք այս ամեն ինչ ուզում եմ նայենք ֆինանսների տեսակետից, որովհետև մենք հիշում ենք, չէ՞, ֆինանսների մասին ենք խոսում այսօր։ Ու գիտեք, հիմա բերեմ ավելի մոտեցնեմ թեման ֆինանսներին։ Մենք քրիստոնյաները շատ լավ տասանորդի մասին տեղյակ ենք ու բոլորս ինձ թվում է հավատարիմ ենք տասանորդի մեջ։ Ու գիտեք, մեզ թվում է մենք մեծ բան ենք անում Աստծու համար տասանորդ ենք տալիս, բայց դու գիտեք, որ տասանորդը ընդհանրապես գերբնական բան չի։ Կուզեք ցույց տամ ձեզ, որ ձեր աշխարհիկ բարեկամներին պատկեր, դու գիտեք, որ իրանք էլ են տասանորդ տալիս։ Ու ավելի շատ են տալիս, քան տասանորդը, ձեր աշխարհիկ բարեկամները։ Քույրիկներից ում ամուսինն է, որ Աստծու մեջ չի։ Կարակ ձեռք բարձրացնեք, կարակ ով ունի ամուսին, ով որ Աստծու մեջ չի։ Հա, ինչ լավ է, բոլոր քույրիկների ամուսինները Աստծու մեջ են։ Լավ, ով ունի papa, ով որ Աստծու մեջ չի։ Շատ լավ։ Հիմա տեսեք, իսկ ում papan-ա, որ Աստծու մեջ չի ու ծխում է։ Ձեր papai եկամուտը մի հատ պատկերացրեք, ինձ թվում է գիտեք ամեն մեկը ձեր papai եկամուտը, ու ինքը ինչքան փող է տալիս ծխախոտին ամսական, 10-որդից ավել չի տալիս, 10-որդից ավել է տալիս։ Խմիչքին ինչքան են տալիս, 10-որդից ավել են տալիս։ Ովքեր որ հիվանդ են դեղերին ինչքան են տալիս, 10-որդից ավել են տալիս։ Գիտես, 10-որդ բոլորն են տալիս։ Թե հոգևոր մարդիկ Աստծուն ճանաչող, թե Աստծուն չճանաչող մարդիկ։ 10-որդը հոգևոր օրենք է։ 10-որդը չի պատկանում մարդուն։ 10-որդը դա պետք է գնա հոգևոր ինչ-որ միտեղ, կամ Աստծու արքայության կառուցման համար, կամ սատանայի թագավորության կառուցման համար։ 10-որդ բոլորն են տալիս։ Դա մարդուն չի պատկանում։ Հիմա դուք զգացիք, որ գերբնական ինչ-որ լուրջ բան չեք անում 10-որդ տալով։ 10-որդ բոլորն են տալիս։ Գիտակցաբար, թե անգիտակից, հասկանալով, թե չէ։ Մենք տալիս ենք Աստծու արքայությունը կառուցելու համար։ Նրանք անգիտակցաբար տալիս են սատանայի թագավորությունը այս երկրի վրա կառուցելու համար։ Այսինքն փորձել 10-որդ տալով շատ լավ է։ Մենք կարիքի մեջ չենք լինի, Տերը մեր կարիքները կլրացնի եւ այլն։ Բայց 10-որդ տալով մի հատ հայտարարություն եմ անում, որ շատ համարձակ հայտարարություն է։ Դու գերբնական տեղ դուրս չես գա։
10-րդ տալով դու կլնես բնական ինչ որ լրացված իրավիճակում, սոված չես լինի, կարիքի մեջ չես լինի, բայց շատ լուրջ տեղել դուրս չես գա։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե դու ուզում ես գերբնական, չէ՞, դու պետք է գերբնական բաների պատրաստ լինես Աստծո առաջ, որովհետև գերբնականի հունձք ունենալու համար գերբնականի ցանկ սա պետք։ Մենք բոլորս գյուղացի մարդիկ ենք, մենք գիտենք, դու ինչ ցանես, դա էլ հնձելու ես։ Դու չես կարող կարտոշկա ցանես, գնաս պամիդոր հավաքելու։ 10-րդ ցանում ես, ստանալու ես կարիքների բավարարում ու վերջ։ Ուզում ես գերբնական բաներ, փորձի Աստծո հետ գերբնական բաների մեջ մտնես։ Ու ինչքան գնաս գերբնականի մեջ, այդքան օրհնությունները շատանալու է գերբնական մակարդակում։ Ես գիտեմ քրիստոնյաներ ու շատ քրիստոնյաներ գիտեմ, որ իրենք երբևէ իրանց կյանքում գերբնականի համը չեն տեսել։ Կան մարդիկ, որ կարող է իրանց կյանքում մեծ ֆինանսներ եկել է, բայց դա գերբնական չի եղել։ Գիտեք ինչի, որտեվ նույն աներ աշխարհիկ էլի այդ ֆինանսները գալու էր, դա կարող եղել է լավ վարձատրություն, լավ գործի վարձ, մեծ գործի վարձ, բայց դա չի եղել գերբնական։ Գերբնական այն է, որ հանկարծակի է, ինչ որտեղ չաշխատած տեղը, որի մեջ դու Աստծո ձեռքը ռեալ տեսնում ես։ Ամեն։ Եկեք մի հատ Աստվածաշնչի մեջ հետաքրքիր գնանք, հուսամ այս տեղը ճիշտ եմ գրել։ Ղուկաս 6:38-ը։ Ղուկաս 6:38։ Տվեք եւ կտրվի ձեզ լավ չափով, թափ տրված, շարժված, լիքը լիքը կտան ձեր գոգը, որտեվ այն չափով, այստեղ ուշադիր եղեք, այն չափով որ չափեք, նրանով կչափվի ձեզ։ Ուզում ես քեզ գերբնական չափվի, գերբնական տուր։ Դու չես կարող տաս բնական ու ակնկալես գերբնական։ Տերը ավելցուկով է պատասխանելու, բայց այդ ավելցուկով պատասխան ինչ է նշանակում գերբնական։ Գերբնական չեմ ասում, է տանես տունը, ամեն ինչ ծախես տաս Աստծուն, չի, այդ չի գերբնական։ Գերբնականը քո ունեցածի որ մասով ես դու պատվում Աստծուն։ Այդ է գերբնական։ Եթե դու ունես 1000 դրամ, քո 1000 դրամի մեջ կարող է 500 դրամ արդեն գերբնական է։ Բայց մեկի համար 500 դրամը ոչ մի բան է։ Գերբնական չհասկանանք, որ եսի ինչ ես անելու։ Դա կախված է քո ունեցված ու Աստված փոխհարաբերություններից։ Հիշում եք աղքատ որբևայրին, իր ամենը տվեց։ Մի անգամ մի հատ լավ քարոզիչ մեր եկեղեցուց ասում է՝ Տեր, սրա մասին գրել ես, բայց շարունակությունը չես ասել, ինչ եղավ այդ աղքատ որբևայրու մասին։ Ու Աստված ասել է՝ ուզում ես իմանաս ինչ եղավ աղքատ որբևայրու հետ, ասել է՝ դե դուր ինչ ունես կտենաս ինչ եղավ։ Ինքը ամենը տվեց ու գրված չի։ Դու էլ դուր կտեսնես վերջի ինչ ալում։ Ուզում ես գերբնական, դուր Աստծուն գերբնական։ Տեսեք, այստեղ բերում եմ մի հատ կետի, որ մենք պետք է մեր սահմանները ընդլայնենք։ Գիտեք, մենք միշտ sense ենք մտածել։ Սահմաններ ընդլայնել, մտահորիզոն ընդլայնելու մասին, այն օրհնությունները, որ գալիս են մեր կյանքի մեջ, այդ օրհնությունների մեծացման մասին, բայց գիտես, սահմանի ընդլայնումը սկսում է զոհաբերությունից։ Օրինակ բերեմ, եկեք մի հատ բան պատմեմ, նոր դրա ֆոնի վրա այդ օրինակը բերեմ։ Մոտապես 20 օր առաջ էր իմ ծնունդն էր, մոտապես 18 օր առաջ, բայց 20 օր առաջ Հայաստանից գնացինք իմ ծնունդը դրսում նշելու, Հունգարիայում էինք, գնացել ենք հաց ուտելու, մի հատ կաֆեում նստած հաց ենք ուտում, որտեղ իրանց ազգային ուտեստներն են տալիս, ասեցինք մի հատ իրանց ազգային ուտեստը փորձենք։ Ու ռեստորանում ոնց հասկացա, բոլորը տուրիստներ էին նստած։ Իրանք մի հատ ազգային ուտեստ ունեն, կոչվում է լանգոս։ Գիտեք այդ ինչ է իրենց ենթադրում։ Մի հատ անիմաստ բան է, հեսա բացատրեմ։ Պոնչիկ բոլորը գիտեք ինչ է, պոնչիկ, փքաբլիթ հայերեն։ Պոնչիկի խմոր ավելի մեծ, պիցայի չափով, բայց քաղցր չէ, առանց այդ պուդրայի, առանց իր մեջի կրեմի։ Պոնչիկի խմորի վրա լցած է պիցայի ամբողջ այդ պարունակությունը։ Նույն պիցան, պրոստը պոնչիկի խմորի վրա։ Ուտում ես ոչ մի զարմանալու բան չկա, էլի սովորական պիցան շատ ավելի համով է, քան պոնչիկի խմորի վրա սարքած պիցան։ Արդեն պատկերացնում եք, չէ՞, ինչ անհամ բան կարա լինի ինքը։ Ձեթոց սենց ոչ կարող ես ձեռով բռնես, ոչ էլ կարող ես պատառակաղով ու դանակով իրան կտրես։ Ուտելն էլ անհարմար, էլի։ Կերանք մեզ ոչ մի բանով չզարմացրեց այդ ու նայում եմ կողս նստած են մի հատ ուրիշ տուրիստներ, կողքի սեղանի վրա 2 հոգի ուտում են ու մի հատ սենց հիացական վերաբերմունքով եւ այլն, որ մտածում եմ, ասում եմ, սրանք երևի կյանքում ոչ մի հատ համով բան չեն կերել, որ էսի իրանց հիացնում, ոնց կարա էսի մարդուն հիացնի։ Ոնց կարա լանգոսը մարդուն հիացնի, էլի։ Ու գիտես ինչ հասկացա, որ այս մարդը կյանքում համով բան չի կերել։ Բայց Աստված սրան խնայում է, որ էսի համով բան չի կերել, որտեվ եթե էսի լանգոսը հավանում, եթե սրան մի հատ հայկական կրակի վրա արած խորոված հյուրասիրեն, էսի կարող է հաջույքից ինֆարկտ ստանա։ Պատկերացնես, եթե այդ հավանը մի հատ կրակի վրա կամ թոնրի խորովածը, որ
ընդհանրապես մի հատ դելյուքս մակարդակ է։ Եթե ինքը դրանից դու գիտեք չէ որ հաճույքի մի հատ մակարդակ կա, որ այդ մակարդակից բարձր եթե մարդ վերապրում է, կարող է սիրտը չդիմանա։ Ու եթե մի հատ խորոված ուտեր այդ աղջիկը, կարող միանգամից այդտեղից իրան տանի։ Հիմա ես ասում եմ, Տերը խնայել է այս աղջկան, այս աղջիկը ուրիշ համով բան չի տեսել, ու այդ իրան լավի համար է, որ ինքը համով բան չի կերել, որովհետև կարող է հաճույքը իրան հաճելի լիներ, բայց սիրտը չդիմանար։ Ու գիտես ինչին է մետի նմանացնում։ Տեսեք ծիծաղալու է, չէ՞։ Շատ ժամանակ դա մեր կյանքում է տեղի ունենում։ Այդտենց մենք հրեշտակներին ենք մեր վրա ծիծաղացնում։ Գիտեք, Աստված ուզում է մեզ շատը տա ու լավը տա։ Մեկ որ մենք ասում ենք Աստված չի տալիս, թույլ չի տալիս, մեզ թվում է Աստված դաժան դատավոր է, սպասում է մենք մեզ խելոք պահենք, մեզ խելոք չենք պահել, դրա համար չի տալիս։ Աստված մեր լավի համար չի տալիս։ Որովհետև եթե դա, մենք կարող ենք չդիմանանք այդ ճոխությանը։ Մեր սահմանները, տեսեք, այդ աղջկա համային ռեցեպտորի սահմանները ընդլայնելու համար Աստված իրան միանգամից խորոված չէր տա։ Թույլ կտար հաջորդը սովորական պիցցա ուտի, քիչ-քիչ, սենց մակարդակը բարձրանա, նոր բերի հասցնի խորովածին։ Այսինքն սահմանի մեծացման համար պետք է քայլերի դիմենք։ Մեր սահմանը պետք է մեծացնենք, որ մեզ Տերը շատ վստահի, բայց գիտես դա ոնց է տեղ ունենում, խորությունը ստեղ է։ Եթե դու ուզում ես ավելին, գիտես հիմա եթե այդ աղջկան մոտենայինք ասենք, ուզես ավելի համով բան ուտես, հաստատ կասի հա, ուզեմ։ Ում ավելի լավն առաջարկես, ասի չէ, ես այսքանով լրիվ բավարարում եմ։ Ումը լավ բան առաջարկես, ավելին քան ինքը այդ պահին ունի, ինձ թվում է 100-ից 99-ը ուզելու է։ Այն մեկն էլ անորմալ առնելու, որ չի ուզելու, որ ավելի լավը ունենա։ Ինքը կուզեր, բայց իրան չէր տրվի։ Ու իր լավի համար չէր տրվի։ Նույնը մեր քրիստոնյաների կյանքում է։ Աստված մեզ չի վստահում ավելին, մեր սահմանները չի ընդլայնում, որովհետև մենք պատրաստ չենք այդ իրավիճակին։ Իսկ ո՞նց է այդ ամեն ինչը սկսվում։ Ուզում ես ընդլայնվի քո սահմանները, ընդլայնման համար դու սկզբից պետքա քայլ անես, քո սահմաններն ընդլայնես։ Ո՞նց է ընդլայնվում քո սահմանները։ Քո զոհի մակարդակը մեծացրա։ Գիտես, կարաս ասես անտրամաբանական է կամ կրոնավոր է հնչում, ամենևին։ Երբ որ դու քո զոհի սահմանը մեծացնում ես, դա ինչ է նշանակում։ Դու պատրաստ ես ավելիից հրաժարվես։ Եթե դու պատրաստ ես ավելիից հրաժարվես, ուրեմն դու պատրաստ ես ավելին ընդունելու։ Մարդ, ով որ կպած է իր ֆինանսներին ու պատրաստ չի ֆինանսներից հրաժարվի կամ ինչ որ մի մասից հրաժարվի իր ֆինանսներին, գիտեք ինքը մեծ ֆինանսների էլ պատրաստ չի։ Ու սա հոգևոր խորության մասին է, որ մարդ իր չափը շատ լավ գիտի։ Օրինակ ես մի շատ ուժեղ հոգևոր անձնավորություն եմ ճանաչում մեր Երևանի եկեղեցուց, բիզնեսմեն մարդ։ Մի անգամ խոսում ենք, ինքը ասեց, ու սենց հաշվարկում է, ասում էր, ես ինչքան փողի եմ պատրաստ։ Ինչքանի դեպքում ես մնամ իմ ընթացքի մեջ ու սենց մակարդակը բարձրացրեց, ասեց, ինձ թվում է ես $1 միլիոն պատրաստ չեմ, ասեց, մինչև կես միլիոնի պատրաստ եմ, բայց դրանից հետո չգիտեմ ինչ տեղի կունենա։ Այդ խոսակցությունը եղել է մոտավորապես մի 10-15 տարի առաջ։ Հիմա ես որ նայում եմ այդ մարդուն, ոնց որ եկե հասել է այդ սահմանին ու չի ընդլայնում։ Ինքը հասել է երևի այդ կես միլիոնի սահմանին, իր կյանքը նայելով կարամ ենթադրեմ, որ հասել է այդ մակարդակին, բայց չի աճում։ Գիտես, այն ժամանակ ես որ այդ մարդուն նայում էի, ինքը մեծ զոհեր տվող մարդ էր, ինքը հասել էր 30-որդի, 10-որդի տեղը 30-որդ էր տալիս։ Ու ինքը չնչին ոչ մի բանից, հիմա եկե հասել է այդ կես միլիոնի սահմանին, բայց ինչ է անում ավելին, որ սահմաններն ընդլայնվի, ենթադրում եմ, որ ոչ մի բան, որովհետև թվացյալ աշխարհում այդ սահմանները չի ընդլայնվում, որովհետև այն ժամանակվա իր հոգևոր վիճակը ու հիմիկվա հոգևոր իրավիճակը սարերի տարբերություն է։ Եթե ուզում ես սահմանդ ընդլայնվի, սահմանը ընդլայնվում է քո զոհից։ Ինչքանի ես դու պատրաստ հրաժարվես, որովհետև այդ հրաժարվելը այնքան դժվար է, որովհետև այդ փողը քո ձեռի մեջ սկսում է քո հետ խոսալ։ Գիտես ոնց է խոսում, ցույց է տալիս, թե այդ փողով դու ինչեր կարայիր լուծեիր, թե իրանով ինչեր կարայիր լուծեիր։ Ու երբ որ դու հիմա պատրաստ ես դրանից հրաժարվես, դու ինչ լուծումներից ես հրաժարվում։ Ու եթե դու պատրաստ ես հրաժարվես, այդտեղ է քո սահմաններն ընդլայնվում։ Շենքի հիմքը տեսել եք ոնց են գցում։ Սկսում են փորել, քանդել։ Հիմա տես նույնը դու քո կյանքում ես փորում ու քանդում, եթե դու պատրաստ ես զոհի։ Եթե դու պատրաստ ես զոհի, նշանակում է դու քո կյանքում ինչ որ մի տեղ ես քանդում։ Այսինքն ոնց ես քանդում։ Ինչ որ մի ոլորտ թույլ ես տալիս քանդվի, որտեղ այն ֆինանսներով, որ դու կարայիր ինչ որ հարց լուծես, դու թողում ես քանդված այդ վիճակը։ Բայց գիտես հարցը ինչու՞մ է, ինչքան հիմքը մեծ է, վերջում շինությունը այդքան մեծ է լինում։
Հիմքի մեծությունից է կախված շինության մեծությունը։ Փոքր հիմքի վրա մեծ շենք կառուցես, լավ չի։ Չի դիմանա կքանդվի։ Ուզում ես մեծ լինի շենքը, շինությունը, կյանքը, ուրիշ ձև ասած, ֆինանսները, օրհնությունները։ Սկսի մեծ քանդել։ Ինչքան մեծ քանդես, այդքան լավ կլինի։ Գիտեք, մի հատ օրինակ բերեմ, այդ մի ժամանակ վրացի հովիվներից մեկը բերեց, ինձ զարմացրեց այդ օրինակը։ Ասում եմ, մի անգամ մի հատ շենքի մոտով էի անցնում, այդ շենքը մի հարկանի շենք էր, ասում եմ, երկրորդ հարկ էին ուզում իր վրա դնել։ Ասում եմ, երբ որ ես անցա, ինձ թվաց այդ շենքը ուզում են քանդեն, ասում եմ, կողերը քանդել էին, ինչ որ երկաթներ էին այդ կողերից ամրացրել, դուսեր եկե եւ այլն։ Ասում եմ, երբ որ տեսա քանդած կրիշը վրայից վերցրած եւ այլն, ինձ թվաց շենքը քանդում են։ Ասում եմ, բայց երբ որ իմացա շենքի վրա երկրորդ հարկ են տնում, ասում եմ, այդ իրավիճակից հայտնություն ստացա։ Գիտես, այն ինչ որ ուզում են մեծացնեն, զորացնեն, առաջին հայացքից կարող է քեզ թվա այդ իրավիճակում քանդում են այդ ամեն ինչը։ Գիտես, երբ որ քո կյանքում քո այդ մեծ զոհաբերության սահմանները ընդլայնման արդյունքում դու կզգաս, որ քո կյանքը քանդվում է, փչանում է, անարգվում է ու հեսա խայտառակությունն է, դու հիշի, որ այդ չի, արդյունքը երկրորդ հարկ վրան տնելն է, մակարդակ բարձրացնելն է։ Լավ, հեսա Լամբոսի օրինակը, որի մոտ գրել էի։ Գիտեք, մենք այտենց հրեշտակներին ենք ծիծաղացնում։ Երբ որ այսօր դու մի հատ 10-րդ ես տալիս, ու քեզ թվում է դու մեծ բան ես անում, ասենց հիացած ես, գիտես կարող է հրեշտակները ծիծաղում են։ Ոնց որ ես էի ծիծաղում այդ կաֆեում նստած աղջկա վրա, բայց իմ մեջ էլի, ոչ թե բացահայտ։ Գիտես, այս ամեն ինչը կարանք մենք պրակտիկ օրինակներով նայենք։ Եկեք միշտ հիշենք ամեն անգամ, որ մենք այդ վարդագույն իրականությունը մեր աչքերում պետքա կոտրենք։ Գիտեք, մարդկային մտածելակերպ կա, մարդուն ինչքան օգնեն, իր համար լավ է։ Բայց գիտեք, հոգևորում այդպես չի։ Լավ է, երբ որ դու ես օգնում։ Տեսեք օրինակ բերեմ, աշխարհի ամենահարուստ երկրները, Ամերիկա, եվրոպական երկրներ եւ այլն։ Տեսել եք, իրանց ոչ մեկ չի օգնում։ Իրանք աշխարհի բոլոր երկրներն ինչ որ առիթ են գտնում օգնություն տալու։ Ռազմական օգնություն են տալիս, Չինաստան ճիշտ ասում եղբայր, ռազմական օգնություն են տալիս, ֆինանսական աջակցության օգնություն են տալիս, սոցիալական օգնություններ են տալիս։ Հիշում եք 90-ական թվականներին, որ հələ մենք նոր էինք անկախացել, միշտ օգնություն էր գալիս տարբեր երկրներից, սննդի տեսքով, հագուստի տեսքով, կոնսերվաների տեսքով, չէ՞։ Ու միշտ վրան գրած էր, չէ՞, որ երկրի ինչ որ բարեգործական պետական կազմակերպություն է ուղարկել։ Բայց տեսնում եք, այդ տվող երկրները ավելի օրհնվե հարստացել են, վերցնող երկրները գնալով ավելի աղքատացել են։ Աֆրիկային ամբողջ աշխարհը օգնում է, բայց Աֆրիկան ամեն տարի ավելի մեծ սովի ու կարիքի մեջ է լինում։ Իսկ այն երկրները, որ միշտ տալիս են, այդ երկրները միշտ հարստանում են։ Սա հոգևոր օրենք է, ու սա երկրների հիմնադիրները շատ լավ են հասկացել։ Ամերիկայի հիմնադիր հայրերը, երբ որ Ամերիկան հիմնադրվել է, իրանք հենց այդպես էլ կոչում են հիմնադիր հայրեր, ովքեր որ սահմանադրությունն են գրել Ամերիկայի։ Միակ երկրի սահմանադրությունն է, որ գրված օրվանից մինչև հիմա չի փոխվել, համարյա 300 տարի։ Մենք 30 տարվա երկիր ենք, արդեն 3 թե 4 անգամ մեր մոտ սահմանադրությունն է փոխվել, հիմա էլ նորն են գրում, հեսա շուտով էլի մի հատ սահմանադրություն ենք փոխելու։ 300 տարվա երկիրը սահմանադրություն չի փոխվել։ Ու այդ հիմնադիր հայրերը, երբ որ սահմանադրություն են գրել, գիտեք չէ, հիմքում քրիստոնեությունն է։ Ու իրանք ասել են, այն ինչ որ մենք գրում ենք, դա անհավատալի է ու գերբնական։ Եթե Աստված չօրհնի, սա չի կարող իրականանա։ Ստրկությունից ազատագրված նոր երկիր է եղել Ամերիկան։ Կարճ ժամանակահատվածում դարձավ աշխարհի ամենահզոր երկիրը։ Սահմանադրական քրիստոնեական կարգերի ու տալու այդ սկզբունքը հասկանալու օրհնության հիման վրա։ Հասկացան, թե տալը ինչ է անում։ Մենք քրիստոնյաներս պատրաստ ենք տալու, պատրաստ ենք մեր սահմանները լայնելու։ Միշտ հիշեք, աշխարհի ամենահարուստ երկրները, որտեղ որ մենք ուզում ենք լինենք, ապրենք, ժամանակ անցկացնենք, տվող երկրներն են։ Վերցնող երկրներում ոչ մեկ չի ուզում գնա հանգստանա։ Ոչ մեկ չի ուզի գնա Աֆրիկայում հանգստանա, որտեղ կարող է թակ ուտեն։ Սովից բռնեն ուտեն ինչ որ մեկին, բայց իրանց միշտ տալիս են, որ նայեք իրանք ինչ օրհնություններ են ստանում ամեն տարի աշխարհի հզոր երկրներից, բայց մեկը կարող է թակ սովից ուտեն ինչ որ մեկին։ Այսինքն, որ բերենք այս ամեն ինչը ամբողջացնենք։ Սահմաններդ ուզում ես ընդլայնվի, վարժվի տալու մեջ, Աստծո հետ ուխ տարա։ Ուզում ես, տես, հիմա Աստծո ներկայության մեջ, այս քաղցրության մեջ այնքան հեշտ ասել, Տեր, ես էլ 10-րդ չեմ տալիս, ես սրանից հետո 20-րդ եմ տալու, 30-րդ եմ տալու, 40-րդ եմ տալու։ Աստծո ներկայության մեջ այնքան հեշտ է, բայց հենց եկավ տալու ժամանակ այդ գումարը ձեռիդ մեջ սկսելու է խոսալ։
Դրա համար մի հատ Աստծո հետ կոնկրետ որոշում կայացրա նոր մտի ուխտի մեջ։ Սահմանը դու ես որոշում։ Օրհնությունը Տերն է ուղարկում։ Ու դու այդ ամեն ինչով քո սահմանները որոշում ես, ընդլայնում ես ու գնում ես Աստծո հետ գերբնական մի հատ ընթացքի մեջ։ Մի հատ վկայություն եմ ուզում իմ կյանքից պատմեմ։ Չնայած Աստծո խոստն ասում է, ով որ այս երկրի վրա պատմեց, վարձ կառավել երկնքում վարձ չառնի, չնայած ես երկրի վրա վարձ էլի եմ առել, բայց հիմա պատմեմ իմ կյանքի օրինակի, արդեն հաշտվելով այն մտքից, որ սրա համար երկնքում վարձ չեմ առնի։ Աստծո խոստն ասում է, եթե երկրի վրա մարդկանցից վարձ կառակ, ծափեր առակ, էլ երկնքում վարձ չունեք։ Գիտեք, չէ՞, ճշմարտությունը։ Մի անգամ, երբ որ աշխատում էի պետական համակարգում, դժվար ֆինանսական իրավիճակ էր։ Այդ ֆինանսները սկի չէր հերիքում մինչև հաջորդ ամսվա 10-ը։ Ու ծմեր էր ինչքան հիշում եմ, մի հատ կուրտկա ունեի ես, այդ կուրտկան շատ էի սիրում։ Ու այդ մի կուրտկան ունեի, հագնում էի ծմերվա կես, գնում եմ գործի գալիս եմ, ընդմիջման ժամանակ դուրս եմ գալիս ու տեսնում եմ, որ բանը հրապարակում ցուրտ ծմեր էր, այդ ամենաահավոր ծմերներից մեկն էր։ Հայաստանում ու Շուշա չէ ահավոր ծմերներն, բայց մեկ-մեկ որնում է մինչև -20 Երևանում հասնում է։ Այդ թվերն էր, մոտեցա բանը հրապարակում մի հատ սև գույնի բանկ կա է շենք, այդ բանկի պատի տակ Սախարովի հրապարակում մի հատ պապի էր, ինքը այն աշճան էր մրսում, մի հատ բարակ սարոշկայով էր, որ էլ ոտի վրա չէր կանգնում, կուճ եկած էր այդ պատի տակ ու թողացնում էր։ Ես մի անգամից այս կուրտկեն հանեցի, գցեցի ես պապի վրա, այդ բանկի աշխատողներից մեկը տակ չայ տվեց իրանց բանից, պատուհանից, աշխատատեղի։ Ու զանգեցինք շտապ օգնություն կա, այս մարդը սրտից այնքան էր կուչ եկե ու թողում, որ շտապ օգնությունը եկավ, ինքը այդ պպզած տեղից չկարողացավ բարձրանալ, այդ ծնկերի հոդերը արդեն կրկվել էր իրան, այդ վիճակով շտապ օգնություն դրեցին, իր տան հասցեն հիշում էր ու տարան։ Ու գիտես, իմ կուրտկես գնաց այդ պապի հետ։ Չէի էլ ուզում կուրտկեն հետ վերցնեմ, ես հենց այդ պահին տվեցի իրան, այն մտքով, որ ես օժնում եմ այդ պապին այդ կուրտկեն։ Օծությունը եկել է, ամեն շատ լավ է, երբ որ դու օծության մեջ զոհաբերում ես, այնքան քաղցր է այդ ամեն ինչը, բայց երբ որ օծությունը գնում է, դու տենում ես, որ մնացիր առանց կուրտկա։ Գիտես, գնացի, փող էլ չկա թազա կուրտկա առնելու համար, գնացի, փորփրեցի մեր այդ պահարանը մի հատ հին պալտո գտա, մինչև ամուսնացած ժամանակներից, դե ես ամուսնանալուց հետո համարյա 30 կիլո չաղացել եմ, արդեն պատկերացրեմ, մինչև ամուսնացած ժամանակվա պալտոն 30 կիլո չաղացածի վրա ոնց կլինի, որ դեմի կոճակները գոճկում են, հետևը մի հատ sense բացված կա, չէ՞, այսպես փախնում էր այդ բացվածքը։ Այդտենց պալտո էր էլի։ Այդ ու գիտես, ես գիտեի, որ տիրոջ համար եմ զոհե, ու գիտես միտք էր գալիս, որ զոհել ես օրհնությունը կգա, չեկավ օրհնությունը, այդ ծմերը այդ պալտոյով էլ անցավ ու հետո եկավ ժամանակ մոռացա դրա մասին։ Գիտես, երբ որ եկավ լավ ժամանակներ, ֆինանսական առաջ ժամանակներ, դե արդեն մոռացել էի այդ։ Եկավ մի հատ ժամանակ մեր պահարանի մեջ այդ Միջանցքի, որ մտնում ես ու այնտեղ այդ կուրտկեքն է կախվում։ Այնքան շատ էր այդ ամեն ինչը, որ համ կինս էր նեղվում, համ էլ ես էի նեղվում, ու չգիտեմ ամեն առիթի դեպքում ես չգիտես, մի 2-3 հատ կուրտկա էի առնում։ Հեսա հոգևոր սկզբունքը բացատրեմ ինչի հենց կուրտկա։ Եկավ մի հատ ժամանակ, որ հասկացա դե այնքան լավ կուրտկեր կան ու շատ կան, բայց խանգարում են։ Կարելի է ինչ որ մեկին օրհնել ես ամեն ինչը։ Ու ես հաշվեցի, 2 հատ sense մեծ ցելոֆան դրեցի, ուղարկեցի մեր վերականգնողական կենտրոն ու հաշվեցի 13 հատ կուրտկա եմ ուղարկել։ Ու այնպես չի որ մաշված։ Մեկը մեկից լավ կուրտկեք են։ Ու գիտես տերը ինչ խոսած։ Ասած էսի են պապին տված կուրտկի պտուղն է։ Ամեն։ Գիտես Պարտիրոջ է, տեսակ ծապ տվեցիք վարձ, երկնքում վարձ Ես ամեն ինչը չեմ ասում նրա համար, որ իմ անձս բարձրացնեմ քավլից, ես ամեն ինչը ասում եմ զուտ նրա համար, որ տեսնենք հոգևոր սկզբունքները ոնց են գործում։ Դու կարող ես ինչ որ մի ժամանակ հանուն Տիրոջ ինչ որ մի բանից հրաժարվել ես, բայց դա ամենևին չի նշանակում, որ Տերը դա մոռացել է։ Գիտես, քո համար դու կարող ես ժամանակներ ես սահմանել, որոշել ես թե Տերը ոնց պետք է պատասխանի եւ այլն։ Տերը երբեք քո ձևով չի պատասխանում ու քո որոշած ժամանակում չի պատասխանում։ Բայց Տերը ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով այնպես կպատասխանի, որ համ իր փառքը կերևա, համ մի քիչ sense կոպիտ ասած մեր բերանը բաց կմնա։ Տերը այդ ամեն ինչը շատ լավ գիտի, ամեն։ Դրա համար եթե ուզում ենք մեր սահմանները ընդլայնենք, մենք կարիք ունենք մեր զոհաբեր, այդ հիմքի օրինակը հիշեք, մեծ շենքը կառուցվում է մեծ հիմքի վրա, բայց մեծ հիմքի համար դու պետք է քանդես։
քանդի քո ապահովությունը, քանդի քո կոմֆորտի զոնան, որտեղ Աստված երբ որ գալսա քո կյանքի մեջ, հիմնականում մեծամասամբ ակնկալում է, որ դու քո կոմֆորտի զոնան քանդես։ Հետագայում ինքը քեզ նենց կոմֆորտի զոնա է տալու, որ դա քո երազանքներից էլ վեր է, դու չէիր էլ կարա պատկերացնել, որ այդպիսի կոմֆորտի զոնա դու կարաս ունենաս։ Մի բան էլ պատմեմ, հիմա կասեք ինչքան է պատմում իր ճամփորդություններից։ Մի 2-3 ամիս առաջ Կիպրոսում էինք ու գիտեք հետաքրքիր մի հատ ինչ նկատեց, որ այդ ժամանակ հազարապետական էր, ես հեռախոսով միացել էի on-line հազարապետական էր ու գիտեք ինչ եմ նայում, այդ հյուրանոցում որ մենք կանք 5-րդ թե 6-րդ հարկում ենք, այդ հյուրանոցը 7-8 հարկանի հյուրանոց էր մոտավորապես ու այդ հյուրանոցի կողքը մի հատ Լիբանանի մայրի ծառ էր աճած։ Լիբանանի մայրի ծառը գիտեք որն է, իրանց դրոշի վրա էլ է ծառը կա, հենց Եղևնու նման ծառ է, ոնց որ նույն Եղևնին ինի, բայց ավելի ոնց որ այդքան խիտ չի, ավելի նոսր է, բայց նույն Եղևնու կառուցվածքն ունի։ Ու իրանք հայտնի են իրանց բարձրությամբ, որ մինչև 50-60 մետր աճում են այդ ծառերը։ Պատկասեք, այդ հյուրանոցը, որ մոտապես 7-8 հարկեր չեմ հիշում, իր մաքսիմում բարձրությունը երևի մի 30 մետր էր։ Ու մի հատ ծառ էր աճած, մի 4-5 հատ աճած էր, ամենափոքրը այդ հյուրանոցից բարձր էր, ամենափոքրը արդեն բարձր։ Իսկ ամենամեծը երևի հյուրանոցի 2 բարձրությունը ուներ։ Ու գիտես Տերը մի հատ ինչ հետս խոսաց, ասես տես, այս հյուրանոցի Տերը բնականաբար մեծահարուստ մարդ է, որ սենց շինությունը կարած է կառուցի։ Ու այդ հարստությունը վարքյաների կամ օրերի ընթացքում չի եկել, չէ, տարիների աշխատանքի ճիշտ գրագետ բիզնես վարելու արդյունքն է, որ այդքան ունեցվածք կարած է ունենա ու կառուցել է այս հյուրանոցը։ Կյանք է դրել այս ամեն ինչի մեջ, ջանք, իրանից զրկանք եւ այլն։ Խոսում ենք աշխարհիկի մասին, չգիտեմ ով է հյուրանոցի Տերը, կարող է քրիստոնյա, կարող է աշխարհիկ է, ամենևին կապ չունի։ Կյանք է դրել այդ ամեն ինչի մեջ, իրան զրկելով, կարող է, չգիտեմ, ընտանիքի հետ ժամանակից զրկելով, հաճույքներից եւ այլնից, բավարարվածությունից, պիղծ կյանքով ակնացել, որ այս ամեն ինչը կառուցի։ Բայց այս ծառը իրանից ջանք ու եռան չի ներդրել։ Տերը ստեղծել է իրան ու իր նշանակության համար, որ ինքը պետք է ուղղակի բարձր աճի ու վերջ։ Այս մարդը կյանք է դրել, այս ծառը ոչ մի բան չի դրել, բայց այս ծառը ավելի բարձր է, քան այս հյուրանոցը իր մեծությամբ։ Ու ով որ գալիս է այս հյուրանոց, կարող է առաջին այս ծառի փառքը տեսնի, ով որ ոչ մի ջանք չի ներդնել իրանից։ Քան թե այս հյուրանոցի տիրոջը, ով որ կյանք է դրել այս ամեն ինչի մեջ։ Ով գիտի չգիտես էլ հիմա կա այդ մարդը թե չկա, իր սերունդներն են վայելում թե չեն էլ վայելում ընդհանրապես դրա արժեքը չհասկանալով։ Այսինքն ասածիս իմաստը ինչ է, որ բերեմ ամբողջացնեմ։ Տերը կարա օրհնի ու այն ջանքը, որ աշխարհում է կատարվում, այն ամեն ինչ, որ աշխարհում է կատարվում, Տիրոջ օրհնությունը կարա այդ ամեն ինչը այնպես ավելցուկով բերի լրացնի, փառքով, մեծությունով, ճոխությունով Քրիստոս Հիսուսում, որ բոլորը զարմացած մնան։ Աստծո խոսքն ասում է, որ Տիրոջ օրհնությունը հարստացնում, երկու թարգմանություն կա։ Մեկի մեջ ասում է, որ չարչարանքը ոչ մի բան չի ավելացնում դրա մեջ։ Երկրորդն ասում է, որ Տիրոջ օրհնությունը հարստացնում է ու դրա մեջ հոգս չկա։ Գիտեք, երբ որ աշխարհիկ հարուստների հետ խոսակ, ու հիմա առավելևս հայկական իրավիճակում, գիտեք, ոչ մեկ ապահովություն չունի, ոչ մեկ հանգստություն չունի, ու այդ ապահովության ու հարստության մեջ այդ մարդկանց հոգսերը շատ երևի ավելի շատ են, քան մեր, որ երևի մտածելու բան էլ չունենք։ Բայց գիտես, Տիրոջ հարստությունն է, որ օրհնում է, ավելացնում է ու դրա մեջ հոգս չկա, ու դրա մեջ տանջանք չկա, ու դրա մեջ ցավ չկա։ Հիշեք այդ Լիբանանի մայրու օրինակը, դա ոչ թե Լիբանան, այլ ծառն է կոչվում, Լիբանանի մայրի է կոչվում։ Աստվածաշնչում մեջ շատ տեղեր կա գրած Լիբանանի մայրու մասին, որ Աստված ուզում է համեմատություն տանի ճոխության, հարստության, մեծության, փառքի մասին, միշտ համեմատում է Լիբանանի մայրու հետ։ Դա մայր բառն է, բայց մայրի հետ կապ չունի, էլի, դա ծառի անունն է։ Դա Լիբանանի մայրու մասին։ Ու գիտեք, վերջում որ ամփոփելու լինեմ այս ամեն ինչը։ Գիտեք, մարդիկ իրանց կյանքում ինչի մեջ էլ որ խորանում են, անգամ այդ գիտությունն է ցույց տալիս, եթե դու ինչի մեջ էլ 10,000 ժամ խորանաս, ներդնես, դուք դառնաս այդ ոլորտի լավագույն մասնագետը։ Ինչի մեջ ուզում ես 10,000 ժամ ներդրվի, դու դառնում ես դրա լավագույն մասնագետը։ Ու գիտեք ինչ եմ հասկացել, մի հատ այսպեսի պարզ ճշմարտություն եմ հասկացել, կինոյը ասում է 40 տարվա մանկավարժ եմ ու մի պարզ ճշմարտություն եմ հասկացել, մինչև կինոյի վերջ չենք էլ իմանում ինչ ճշմարտություն է հասկացել։ Մի հատ պարզ ճշմարտություն եմ հասկացել։ Դու ինչի մեջ ներդնվես ավելցուկով, դու դառնալու ես դրա լավագույնը։ Բայց այստեղ գիտեք հարցը ինչու՞մ է։ Մենք պետք է ընտրենք, մենք ինչի մեջ ենք ներդրվում։
Տեսեք, բարձ օրինակ բերեմ, որ հասկանաք, այսինքն մի քանի օրինակ բերեմ։ Երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին, գիտեք, ամբողջ աշխարհը գրավելով գնում էր։ Հասնում է մի հատ երկիր, այդ երկիրը գրավում է, ու իր գեներալները գալիս ասում են, այստեղ մի հատ զարմանահրաշ տաղանդով մարդ ենք գտել։ Ասում են, ինչ տաղանդ ունի այդ մարդը։ Ասում է, սորենը կարում է կրակի, սենց մատով տնի մատին կրակի, ասենք, չգիտեմ, երկար հեռավորության վրա, մի 7-8 մետր հեռավորության վրա, պատի վրա սորենի հատիկի ծակի չափով անցք բացես, սենց գնում մտնում է հենց դրա մեջ։ Ասում է, բերեք տեսնեմ այդ մարդուն, բերում են, մի բուրդ սորեն են տալիս, կրակում է, իրոք սա գնում մտնում է հենց այդ սորենի ծակի չափով բացած պատի անցքի մեջ։ Սենց սա զարմանում են, այս մակեդոնացունը հրամանատարներն ասում են, ինչ անենք այս մարդուն, երկու մեշոք ծորեն տվեք, թող գնա կրակի։ Այսինքն, եթե այդ մարդ իր ամբողջ կյանքը դրել է այս հիմար կարողության մեջ ու էսիա զարգացրել իր կյանքում, որ իրան ոչ մի բան չի տա, երկու մեշոք ծորեն տվեք, թող գնա կրակի։ Հիմա գիտես, ինչի եմ ուզում բերեմ հանգստեմ։ Հիմա եթե դու քո կյանքը ինչի մեջ տնես, դու դրա լավագույն մասնագետն ես դառնալու։ Քո ամբողջ կյանքը տնես շինարարության մեջ, մի քանի տարի հետո դառնալու ես դրա ամենաուժեղ մասնագետը։ Ու ամենաուժեղ գործերը քեզ են գալու։ Բայց հարց, այդ ամենաուժեղ գործերից շինարարության ինչքան ալնելու քո եկամուտը։ Ինչ կարաս քեզ թույլ տաս։ Հաջորդ օրինակ, դու կարող ես քո տարիները տնես, դառնաս լավագույն Վարշավիրը տարածաշրջանի։ Բայց ինքդ քեզ կարիք ունես հարց տաս։ Վարշավիրությունը ինձ ինչ եկամուտ է բերելու, ինչ կարամ ինձ թույլ տամ, հա, ես իմ լավագույն տարիները տնեմ դրա մեջ, հետագայում ինչ կարամ ինձ թույլ տամ։ Լավ մեքենա, մի հատ էլ լավ տուն, բայց դրանից ավել կարաս քեզ թույլ տաս, ինքդ հաշվի մտածի։ Մեկը կա կարող է մտածում է իմ ամբողջ տաղանդը կարողությունները տնեմ մի քանի տարի սովորեմ ծրագրավորում, Հայաստանում շատ մոդայի կա, ինչ կտա ինձ ծրագրավորումը։ Լավ ֆինանսներ կտա, բայց ինչ որ մի մակարդակի վրա։ Հարց առաջանում, որտեղ ներդրվեմ ես, որտեղ ներդրվելը կա sense tenants, որ դա ինձ մաքսիմումը տա իմ կյանքում։ Այսպեսի հարց առաջացել է ձեր մոտ։ Գիտես, երբ որ Աստծու մեջ ներդրվես, քո լավագույն Աստծու մեջ ներդնես։ Ես չեմ ասում աշխարհիկ ոչ մի մասնագիտություն ձեռք մի բեր։ Տերը իմաստություն կտա ինչ ձեռք բերես։ Տերը իմաստություն կտա, ինքը քո կարողությունների լավագույնն էլ գիտի, քեզ խոստացված օրհնություններն էլ գիտի, քո կոչումն էլ գիտի, Տերը քեզ կտանի լավագույնի մեջ։ Բայց երբ որ դու առավելագույնով ներդրվես Տիրոջ մեջ, դու իմանաս Տիրոջում խորությունները, լայնությունը, բարձրությունը, քո համար անհնար ոչ մի բան չի լինի։ Դու կարաս Վարշավիր լինելով այնպիսի բաներ բացահայտես, որտեղ աշխարհում կան այնպիսի Վարշավիրներ, որ ամենաուժեղ բիզնեսմեններից ավելի շատ փող են աշխատում։ Կան այնպիսի խոհարարներ, որ այնպիսի գումարներ են աշխատում, որ ոչ մեկ չի կարող այդպես աշխատի։ Եթե դու Տիրոջ մեջ ներդրվես մաքսիմումով, դու կունենաս առավելագույն պտուղ, որը համապատասխանի քո կոչմանը, քո երազանքներին ու Աստծո ծրագրին քո հետ կապված։ Առավելագույն նվիրվածությունը քեզ ներդնես Աստծու մեջ։ Ինչպես ենք մենք մեզ ներդնում Աստծու մեջ։ Գալիս ենք ամենասկզբնական կետին, որը մեր քարոզի վերնագիրն, հա տեսեք վերնագիրը չէի ասել, հիմա վերջում կասեմ, լայնացրու սահմաններդ։ Ամեն ինչ սկսում է սահմանների լայնացմամբ։ Լայնացրու սահմաններդ, նվիրվի Տիրոջը կատարելապես ու լսի Աստծու ձայնին։ Դու դուրս կգաս լավագույն տեղը։ Ինչպես ենք դառնում լավագույն քրիստոնյաներ։ Գիտես, հայտնություններ ստանալով Տիրոջից։ Իսկ ինչպես ենք մենք հայտնություններ ստանում։ Կարդալով Աստծո խորը, ոչ թե կարդալ ուղակի պլան կատարելու համար, այլ կարդալ այնտեղ խորություն գտնելու համար։ Թե ինչ է Տերը ուզում քեզ ցույց տա այնտեղ։ Աստծո հետ շփվել, ոչ թե պլան կատարելու համար, այլ Աստծո հետ խոսալը, աղոթքը դա երկխոսություն է։ Մենակ դու չես խոսում ու վերջ։ Հələ պատկերացրա հեռախոսով դու մեկը քեզ զանգի, խոսա ու անջատի։ Չսպասի որ դու էլ խոսաս։ Աղոթքը երկխոսություն է, դու խոսում ես, Աստված խոսում է։ Այդ շփումը, երբ որ ինտերակտիվ է, ամեն ինչ կատարյալ է դառնում։ Տիրոջ հետ ինտերակտիվ ժամանակը միշտ օժնում է, միշտ հայտնություններ է տալիս, միշտ բարձրացնում է ու միշտ քեզ մի հատ նոր մակարդակի վրա է հասցնում ու քեզ միշտ օգնում է սահմաններդ ընդլայնես։ Ամեն փառք Տիրոջը, որ այս ամեն ինչը ամբողջացնելու ունենք, մենք կարիք ունենք Տիրոջ մեջ առաջանալու։
Ու մեր առաջանալը ամենօրյա գործողությունը, ամեն, եթե դու քո մտքի մեջ որոշում կայացրեցիր, որ սրանից հետո դու բնականի մեջ չես մնա, դու քայլ կանես ու կգնաս գերբնականի մեջ, հեսա մենք կաղոթենք, որ Տերը օրհնի քո որոշումը։ Եթե որոշում չես կայացրել, մենք կաղոթենք, որ Տերը օգնի, որ դու այն ոլորտում որոշում կայացնես, որտեղ որ Տերն է ակնկալում, որ գերբնականը կա քո կյանքի մեջ, որովհետև 10-րդ տալը լավ է, բայց գերբնական չի։ 10-րդ տալը գիտեք ինչա ցույց տալիս քո պատկանելիությունը։ Ոնց որ քո ազգանունն է հոգևորում։ Դու ում 10-րդ տալիս ես, քո ազգանունը այդ է։ Կամ դու Հիսուսյան ես, կամ Հիսուսին ես պատկանում, կամ դու սատանայական ես։ Ուրիշ տարբերակ չկա, հոգևորում երկու ազգանուն կա։ Քո 10-րդ տալը որոշում է քո պատկանելիությունը։ Ուզում ես գերբնական բաներ, պետք է Աստծո հետ գերբնական քայլենք։ Ամեն, ամեն։ Ամեն։ Մի հատ էլ օրինակ ասեմ, նոր հիշեցի, օրինակ չէ, ճշմարտություն, պարզ ու դրանով ավարտենք։ Տեսեք, Աստծո խոսքի մեջ Եսայիա մարգարեության մեջ ասում է մթում պահված գանձերը կտամ քեզ, այսինքն մեզ քրիստոնյանես, իմ զավակներին։ Ու գիտես, մի քիչ միամտություն է մտածել, որ այդ մթում պահված գանձերը ինչ որ Աստված տեղ պիտի ցույց տա, որը ոսկի պիտի տեից դուրս գա կամ նավթ դուրս գա եւ այլն, որտեւ այս աշխարհում ինձ թվում է արդեն սա ոսկու հանքերը, նավթի հանքերը, սա այդ թանկ հանքերը գտել են։ Տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ հողի վրա կանգնելով կարան իմանան այդ հողի տակի, չէ՞ էլի։ Ակնկալես, որ ծեր բոստանում կարող է ինչ որ հանք ելնի, դա մի քիչ միամտություն է, որը լեր այդ բոստանը վաղուց կոնը չրելի արդեն վերցրած կլնեն։ Գիտես, սա հայտնության հարց է։ Աստված կարա հայտնություն տա ու այդ հայտնության միջոցով այնպիսի ֆինանսներ կան քո կյանքի մեջ, բայց այդ հայտնության մեջ դու պետքա գնաս Աստծո այդ շփումով։ Գիտեք, մի հատ պարզ օրինակ բերեմ, ֆինանսներից ենք խոսում, էլի կանք ֆինանսներին։ Forbes-ը գիտեք, չէ՞, ինչ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն է, որ ամեն տարի հրապարակում են։ Երբ որ մենք նայենք մոտավորապես մի 50 տարի առաջ աշխարհի ամենահարուստ մարդիկ ովքեր էին, դա նավթամթերքի բիզնեսով զբաղվող մարդիկ էին։ Ու իրանց ունեցվածքը մաքսիմում մինչև 20 միլիարդ դոլարներ։ Դրանից ավել ոչ մեկ չուներ այդ ոլորտում։ Աշխարհի ամենահարուստ մարդիկ մի 50 տարի առաջ այդքան փող ունեցող մարդիկ էին։ Երբ որ նայում ենք վերջին մի 20-30 տարի առաջ ովքեր էին աշխարհի ամենահարուստ մարդիկ, IT ոլորտի մարդիկ էին։ Այդ ոլորտը նոր եկավ, ու այդ ոլորտի մարդիկ արագ հարստացան։ Ու իրանց ունեցվածքը հասավ մինչև 60-70 միլիարդ։ Իրանք եկան անցան նավթի ոլորտի մարդկանց։ Այդ նավթի ոլորտի մարդիկ հիմա էլ կան իրանց 20-30 միլիարդով, բայց զիջեցին IT ոլորտին։ Վերջին 5 տարվա ընթացքում մի հատ նոր ոլորտ է եկել աշխարհ։ Ու դա կոչվում է բլոկչեյն տեխնոլոգիաներ, կրիպտովալյուտաներ։ Այս ոլորտի մարդիկ հիմա արդեն տրիլիոնից ավել կարողություն ունեն։ Ու գիտես, ոլորտները հայտնության արդյունք են։ Ու Աստված կարա քեզ ուղղակի մի հատ հայտնություն տա, որ աշխարհում գոյություն չունի։ Դες ֆանտաստիկ է անջում, բայց Աստծո մոտ անհնար ոչ մի բան չկա։ Աստված կարա հայտնություն տա, ու այդ հայտնությունը, որ ասում է մթում պահված գանձերը կտամ քեզ, այս գանձերի մասին է, հայտնության մասին է խոսքը։ Ամեն ինչ հայտնության վրա է կառուցված։ Ամեն, փառք Տիրոջը։ Եկեք աղոթքով կանք Տիրոջ առաջ։ Հալելույա, փառավոր Աստված, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այսօրվա խոսքի համար Տեր, որ դու խոսեցիր, երկնքից մենք հավատում ենք, որ դու հայտնություն տվեցիր Տեր ամեն մեկիս կյանքերի մեջ Տեր։ Դու ամեն մեկիս կյանքի հետ կապված ծրագիր ունես, կոչում ունես, երազանք ունես Տեր։ Ու եթե մենք խանգարում ենք քեզ Տեր մեր բնական իրավիճակով Տեր, եթե մենք տկարանում ենք, դժվարանում ենք գերբնականի մեջ մտնել ու վերցնել այն ամեն ինչ, որ դու մեր համար ունես սահմանած Տեր, մենք խնդրում ենք, որ գաս ու քանդես Տեր, խանգարես մեր այդ բնական մտածելակերպը Տեր։ Եթե մարդիկ կան, որ որոշում կայացրեցին ինչ որ գերբնական բաներ անելու քո համար ու քո առաջ Տեր, մենք խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգով, քո իմաստությամբ, քո օծությամբ ու զորությամբ Տեր, օծես իրանց գերբնականի Տեր, այդ մղումը կատարելու այն ուխտերը, որոշումները, որ քո հետ կատարեցին քո տան մեջ, քո առաջ Տեր։ Բայց եթե մարդիկ դժվարացան Տեր կամ երկմտությունների մեջ են կամ չեն հասկանում ինչ անեն իրենց կյանքերում, որ այդ գերբնականի սահմաններն ընդլայնեն Տեր, մենք խնդրում ենք զորավոր Աստված, մենք խնդրում ենք փառահեղ Տեր, որ դու ամեն մեկի սրտի հետ խոսաս Տեր։ Դու ցույց տաս, թե ինչ ծրագրեր ունես իրենց համար, թե որտեղ ես դու ուզում սահմանները քանդես Տեր, որտեղ ես ուզում իրենց գերբնականի մեջ առաջնորդես Տեր, որ այն գերբնական ֆինանսական օրհնությունները, առատությունները,
որը գալու է հայտնությունից, գալու է իմաստությունից, Տեր, կամ գալու է ուղակի պարզ տեղը զորավոր Աստված, որ խոսաս իրանց սրտերի հետ, Տեր, բացահայտես այդ ամեն ինչ իրանց կյանքերի մեջ ու առաջնորդես դրա մեջ, Տեր, որ նրանք լինեն առաջին սերունդի, Տեր, են պլան ան, որ դու իրանց համար որոշել ես, Տեր, որ չլինի թե նրանք ձախողեն իրանց կյանքերը, Տեր, ու դու փորձես այդ ծրագրերը ուրիշի միջոցով կատարես։ Շնորհակալ ենք զորավոր Աստված, որ դու լսում ես, որ դու ներկա ես ու դու պատասխանում ես փառավոր Աստված։ Շնորհակալ ենք Տեր Հիսուսի զորավոր անունով ու ողջ փառքը Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։